Եկեք ձեզ հետ կիսվեմ Երեմիա 18:13 խոսքով։ Սրա համար այսպես է ասում Տերը. մեկ հարցրեք ազգերի մեջ, ով է լսել այսպիսի բաներ, խիստ սոսկալի բան արավ Իսրայելի կույսը, ինչպես կարող է նման բան լինել։ Հուդան Իսրայելի կույսն էր, Տիրոջ հարսնացուն, բայց նա սարսափելի բաներ արեց։ Հուդայի ողջ ժողովուրդը գնաց կախարդների հետքերով, նրանք բարձրանում էին սարերը, որ ոգիներին կանչեն, եւ կարեւոր չէ, որ արդյունքում ավերվածություններ տեղի կունենան, կամ երբ արևը ծագում էր, նրանք դևերին զոհեր էին մատուցում։ Նրանք բոլորը այդպիսի շնության մեջ էին, բայց մեր Աստվածը շնորհառատ է։ Եկեք դիտենք վկայությունը։ Գոտ կա տեղի, ու մեջքի հատվածում ցավեր ունեի, եւ չէի կարողանում անգամ կռանալ։ Իսկ հիմա ոնց եք։ Հիմա Տերը բուժել է ինձ, հիմա կարողանում եմ կռանալ։ Հիմա այդ հենակը դրեք ձեր ուսին, սկսեք քայլել։ Քայլեք քույրս, եկեք գնանք, դուք կարող եք քայլել հիմա քույրս, երբ Տերն է գործում, նա գործում է լիարժեք կերպով։ Քայլեք քույրս, ինչքան շատ եք քայլում, այդքան ավելի եք բժշկվում։ Եկեք։ Հիմա ինչպես եք զգում։ Լավ եմ։ Հիմա դուք կարող եք ավելի արագ քայլել, մի վախեցեք։ Ավելի արագ քայլեք, արագ, Աստված հիմա բժշկում է ձեզ։ Ահա այսպես քույրս։ Նախկինում ինչպես եք քայլել։ Ցույց տվեք մեզ։ Այսպես։ Այո։ Աղոթենք, Հայր, ես միանում եմ այս ժողովրդի աղերսին եւ հրամայում եմ չարին հեռանալ այս մարդկանց կյանքից։ Ես հանդիմանում եմ չարին եւ վռնդում Հիսուսի անունով։ Ամեն։